Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ադամյան։ Բարև։ Տիկին Ադամյան, օրերս քաղաքացու օրներ նշվում, մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել եւ վերջում տեղի ունեցավ նաեւ համերգ Հանրապետության հրապարակում, բայց խոսքը այդքան էլ համերգի մասին չէ, թե ինչու օրինակ այդ օրը այդքան քաղաքականացվեց, ընդհանուր համերգը քաղաքականացվեց, ընդդիմադիրները համերգին մասնակիցներին ամեն կերպ անվանարկեցին, թուրքեր, ազերիներ, հետո օգնության հասավ արհեստական բանականությունը, թե բա գորշ գայլերն են մասնակցում նաև համերգին կամ այդ միջոցառումներին, Իվետա Մուկուչյանը նաև թիրախավորվեց եւ ընդդիմադիրների խոսույթում հստակ էր նաև այն, որ ինչպես կարելի է ապրիլի 24-ից հետո ապրիլի 25-ին կազմակերպել համերգ։ Ընդհանուր առմամբ հասկանանք, թե վերջին շրջանում որքան էլ որ նախընտրական շրջանը ինչու է ամեն ինչ այսքան քաղաքականացվում, Տիկին Ադամյան, ընդհանուր մշակութային միջոցառումները, որոնք կարծես թե որքան էլ նախընտրական տրամաբանության մեջ են, բայց այդ կերպ պիտի չթիրախավորվեն եւ ինչու է այդքան թիրախավորվում քաղաքացին, որը ամենակարևոր սուբյեկտն է, չմոռանանք, որ ընտրություններում նույնպես քաղաքացին ամենակարևոր սուբյեկտն է լինելու։ Դուք ձեր արդյունքն այդ պատասխանեցիք, իսկ ով թիրախավորվի։ Ում գիտակցությունը եւ ենթագիտակցությունը թիրախավորվի, եթե ոչ քաղաքացու, որ նաեւ ընտրող է, իր մեծամասնության մեջ ամենայն դեպս հուսանք։ Պարզ, շատ պարզ, եթե հակիրճ ասեմ, ընդամենը երկու բառով կարող եմ ձեր բազմաշերտ, բազում նիստեր ունեցող հարցին պատասխանել 2026 հունիսի 7։ Հիմա եթե նույնիսկ ինչ-որ մեկին տեսնում եք բարևում եք կամ չեք բարևում, դա շատ խոր քաղաքական ենթատեքստ ունի եւ դրա շուրջ էլ կարող է արհեստական բանականություն գեներացվել, դրա շուրջ էլ մարդիկ կարող են աշխատել նույն այն գումարները, որ աշխատում են չաթբոտերով, աշխատում են մատրյոշկաներով, աշխատում են Վագների խմբի շրջանակներում ստեղծված հիբրիդային պատերազմի այլև այլ միջոցներով։ Մենք ընդհանրապես ճշգրիտ նկատեցիք, շատ խոր քաղաքականացված հասարակություն ենք եւ որոշ քաղաքական ուժերի համար այս պարագայում նպատակը արդարացնում է միջոցները։ Ցանկացած միջոցով, թույլատրելի, անթույլատրելի, բարոյական, անբարոյական, ֆինանսական որևէ խտրականություն չի դրվում միջոցների մեջ, նվաճելու համար այն քաղաքացու, ինչ ասեմ, չգիտեմ, ձեռքը որ պետք է քվեարկի, չգիտեմ, սիրտը որ պետք է ձեռքին ուղղորդի, բայց այդ ամեն ինչը հավատացնում եմ ձեզ, ամենայնպես ես համոզված եմ, ուղղվելու է հենց իրենց դեմ, որովհետև չի կարելի անverջ այդ քաղաքացուն դնել մի վիճակում, երբ ինքը պետք է զգա իրեն ստորացած, վախեցած, երբ իր վրա անverջ նեգատիվ հույզերի այսպես հորձանք նեգատիվի, իսկ որտեղ է լույսը, իսկ որտեղ է սերը, իսկ որտեղ է այն բարությունը, որ իսկապես բնորոշ է ուժին, որևէ ուժ իրեն իսկապես ուժեղ ուժ, իրեն նման պահվածք թույլ չի տալիս, հավատացեք ինձ։ Իսկ ուժի դրսևորում է ընտրակաշառքը, մարդկանց գումարով շահագրգռել է, որ մասնակցեն իրենց ամենատարբեր հանրահավաքներին, այդ իմաստով մի քանի արդեն քրեական գործեր, վարույթներ կան, որոնց պատասխանը իհարկե դատարանը կտա։ Ոչ, դա ուժի դրսևորում չի, դա վախի դրսևորում է, դա իսկապես վախի դրսևորում է։ Եվ դա դրսևորումն է այն խոր արհամարանքի ու խոր արգահատանքի, որ այդ միջոցներին դիմողները ունեն Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողի նկատմամբ, ում մասին մտածում են, որ վաճառքի առարկա է թանկով թե էժանով առնելու ենք, մեր ասածը անելու, իսկ հետո ծախելու ենք։ Ընդամենը դրա դրսևորումն է։ Ես արդեն առիթ ունեցել եմ քանիցս ասելու, որ ոչ Սամվել Կարապետյանը ինքը, ոչ Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժը, թեպետ ինքը այդ ուժը չի կարող գլխավորել լինելով եռաքաղաքացի եւ անգամ падգամավոր լինել չի կարող ուր մնաց վարչապետ, դա աբսուրդների աբսուրդն է, նոնսենս, ամենայն դեպս գործողորեսդրության շրջանակներում նրանք ուժեղ չեն, նրանք պարզապես հարուստ են, բայց հարուստ լինել դեռ չի նշանակում իշխանություն լինել, իշխանության լինելու համար շատ ավելի խորքային հնարավորություններ են պետք։ Ես շատ կուզեի, որ այդ քաղաքական ուժից որևէ մեկը պատասխաներ
Համենայն դեպս Հայաստանի Հանրապետության իբրև ինքնիշխան պետության օրակարգում գտնվող հարցերին, ոչ թե անverջ շրջեին, անverջ ինչ-որ աբսուրդային ծրագրեր, պոպուլիստական ծրագրեր ներկայացնեին ու դեմագոգիկ հայտարարություններ անեին, առայն թե քանի օր մնաց, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, առայն թե քանի օր հետո կփոխվի այս երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, առայն որ իրենք արդեն հաղթել են։ Դե հաղթել եք, ինչու եք մասնակցում ընտրությունների, հարցը չէ։ Մեկ է դուք հաղթել եք, այս կամ ինքը հաղթել եք։ Երեք ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը իրենք չեն։ Դնենք իրենց մի կողմ։ Այստեղ կա երկու այլ հարթություն։ Առաջինը քաղաքացին։ Այն քաղաքացին, ում վրա այդ նեգատիվի հորձանքները հորդեցին նաև ապրիլի 24-ին, ապրիլի 24-ին հաջորդած քաղաքացու օրվա իրադարձությունների ընթացքում։ Այստեղ բոլորի թիրախում իսկապես քաղաքացին է։ Եվ քաղաքացուն այնքան տարատեսակ ինֆորմացիաներ չասեմ, ճնշումների են ենթարկում, ու այս ամեն ինչի հիմքում ինքը պետք է կողմնորոշվի, ուրեմն որը պետք է լինի քաղաքացու կողմնորոշիչը։ Այ հարցերի հարցը սա է։ Սա քաղաքացու մասով, կա նաև պետությունը։ Արդյոք պետությունը այս հարցում իր քաղաքացուն պետք է մենակ թողնի։ Իր քաղաքացու վրա պետք է դնի, իր քաղաքացու վրա պետք է դնի այն ծանր ընտրությունը, որը, եթե հետևում են գործող օրենքներին, նաև ինքը պետք է անի։ Համենայն դեպս Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը որևէ պարագայում չի կարող ընտրությունների մասնակցել, անգամ եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ին, երբ ավարտվում է գրանցումների օրը, հայտարարի, որ այո, Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստանը մասնակցում է ընտրություններին։ Այսքան դատական գործերը ինչի մասին են։ Այսքան դատական գործերը ինչի մասին են։ Արդյոք մի ուժ, որը իր ստեղծման օրից զբաղվել է մարդկանց առևտրով, իրավունք ունի գաղափարական որևէ հենք չունենալով, բացի կրկնում եմ հայտարարություններից առայն, որ իրենք գալու են եւ Հայաստանը դառնալու է ուժեղ։ Իսկ ես էլ հիմա ասում եմ, որ ես գալու եմ եւ Լուսինը դառնալու է ուժեղ։ Դրանից Լուսինը դարձավ ուժեղ։ Հետո ինչ որ ես միլիարդատեր չեմ։ Այս պարագայում նույնիսկ կարևոր չէ այդ միլիարդները կան, թե չկան։ Այս պարագայում ինը որ քաղաքացուն պետք է բացատրել միջին վիճակագրական ընտրողին, յուրաքանչյուր ընտրողի պետք է բացատրել, որ բոլոր այդ ծրագրերի հիմքում կա սոսկ մեկ գաղափար։ Հայաստանի Հանրապետությունը այլևս չի կարող լինել ինքնիշխան պետություն, որովհետև հենց Սամվել Կարապետյանի Հայաստանի Հանրապետությունում հայտնվելը ունեցել է այդ նպատակը։ Այստեղ բոլորովին կարևոր չի անգամ թե իրենք ինչ են ասում։ Այստեղ մենք պետք է դնենք պատասխանենք հարցի։ Սամվել Կարապետյանը ի՞նչն էր պակասում։ Ինչու հանկարծ վեր կացավ ու եկավ Հայաստան։ Հատկապես որ ժամանակին ասում էր ինքը քաղաքականությամբ չի զբաղվել։ Քաղաքականությամբ չէր զբաղվում, մուզիկան չզբաղվել պոլիտիկա։ Ինչի մասին է խոսքը։ Չէիր զբաղվում, չզբաղվեիր, ինչու հանկարծ որոշեցիր, որ պիտի գաս, պիտի քաղաքականություն մտնես ու քիչ էլ չէ դառնաս վարչապետ։ Դու յուրաքանչյուր իրեն տա հենց այս հարցը։ Ինչու Սամվել Կարապետյանը եկավ Հայաստան։ Այս հարցը թող տա։ Նա կա նաև հարցի երկրորդ կողմը։ Ես կարծում եմ, որ դուք ձեր մասնագիտության բերումով հետևում եք ամբողջ լրահոսին։ Ու հետևելով հանդերձ դուք չէիք կարող չարձանագրել, որ այս ամբողջ ընթացքում գեներացվում է նաև մեկ այլ հանգամանք՝ հետ ընտրական գործընթացներ։ Եվ արդեն իսկ ընտրություններից գրեթե 1 ամիս առաջ հայտարարում են ընտրությունները կեղծվել են, չեն եղել այդ ընտրությունները, ինչպես են կեղծվել։ Այսինքն հասարակությանը պետք է ներշնչվի այն գաղափարը, որ ընտրությունները, ընտրախախտումներ են եղել, կեղծվել են, որովհետև մենք չենք հաղթել։ Եվ որովհետև մենք հաղթող ենք, մենք հաղթելու ենք, իսկ իրականում մենք չենք հաղթել, փորձ են անելու հետ ընտրական գործընթացների գնալ։ Եթե խոշոր հաշվով փորձենք այսպես աշխարհաքաղաքական գնահատական այս ամեն ինչին տալ, սա կարելի է գուցե անվանել Լավրովի պլան B, որովհետև ինչ էր Լավրովի պլան A-ն։ Լավրովի պլան A-ն Արցախը Հայաստանից վերցնելն էր։ Ճիշտ է, իրենք փորձում էին ամենայն դեպս այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայումով էսովերնով դարձնել Ռուսաստան։ Չհաջողվեց։ Բայց Լավրովի անգամ պլան A-ի հիմքում ոչ այնքան Արցախն էր, որքան Հայաստանն էր, որովհետև եթե Արցախը անջատվում էր, Հայաստանում էլ լինում էր Կրեմլի
պրոկրեմլյան ամենայն դեպս Կրեմլի վկաների իշխանություն։ Այդ հիմա պլան A-ի շարունակությունն է կամ պայմանականորեն կարող ենք ասել պլան B։ Այստեղ գիտեք Կիրիենկո, Զախարովա, Մախարովա, չգիտեմ, սոսկ դրված է Ռուսաստանի քաղաքականության շարունակականությունը, այն Ռուսաստանի, որ հրաշալի հասկանում է Հարավային Կովկասը կորցրել է իր իսկ վարած քաղաքականության հետևանքով, իր իսկ սխալ հաշվարկների հետևանքով։ Ռուսաստանը մտնելու էր Ուկրաինա, ուստի այստեղ իրեն պետք էր Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որ որևէ խնդիրներ չառաջանան, որովհետեւ հրաշալի հասկանում էր, որ ամբողջ Եվրոպան իր առաջ փակվելու է, ճանապարհների հարցը իր առաջ բացվելու, ապրանքաշրջանառու եւ այլ շատ է, այս մասին որ խոսենք, երևի մի 2 ժամ պետք է խոսենք։ Ուստի իրեն պետք էր Ադրբեջանը եւ Թուրքիան, Հայաստանը իրեն պետք չէր։ Ադրբեջանին եւ Թուրքիային նվիրվեց Արցախը, ըստ էության։ Եվ կար հարցի շարունակականությունը, լավ, այս Հայաստանն էլ իրենց պետք չի, իրենց պետք է իրենց Հայաստանը։ Այ իրենց պետք է Ռոբերտ Քոչարյանի Հայաստանը, իրենց պետք է Սերժ Սարգսյանի Հայաստանը, որովհետև այն ժամանակներում Հայաստանի Հանրապետությունից որևէ հարցում իրենց ոչ չեն ասել։ Իրենց պետք է ոչ չասող Հայաստան։ Բայց 2018-ից մենք ունենք Հայաստան, փառք Աստծո, մենք ունենք Հայաստան, որ պարբերաբար սկզբում շատ այսպես անվստահ, հետո կարողացավ իրենց այնքան ոչ ասել, որ Զվարթնոցում այլևս ռուս սահմանապահներ չեն, որ համենայն դեպս հայ-թուրքական, հայ-իրանական սահմանի անցակետերում այլևս ռուս սահմանապահներ չեն, հուսանք, սա գերկարևոր հարց է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար եւ Հանրապետություն կուսակցությունն այս հարցը բազում անգամներ բարձրացրել է շատ վաղուց, որ մեր սահմանները պետք է վերահսկեն հայ սահմանապահները։ Վերջին հաշվով Հայաստանի Հանրապետությունն այն պետությունն էր, որ ընդունեց Ռոմի ստատուտ։ Սրանք հարցեր են, որոնք Կրեմլում երբևէ չեն մոռացվելու, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը երբևէ չեն ներվելու, որովհետև սրանք ինքնիշխանության միջազգային մակարդակով ընկալված, միջազգային մակարդակով արդյունքներ տված քաղաքականություն են։ Այդ քաղաքականության հետևանքով են եվրադիտորդներ հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում ճիշտ այն պահին, երբ ՀԱՊԿ չէր ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները։ Ճիշտ այն պահին, երբ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության հանդեպ չէր կատարում իր դաշնակցային պարտավորությունները։ Այ Եվրոպան եկավ, ասաց ես այստեղ եմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եկավ, ասաց ես այստեղ եմ։ Ուզում եք չեք ուզում, ընդունում եք չեք ընդունում, ես այստեղ եմ, ես այստեղ մնալու եմ, որովհետև այստեղ ես ունեմ Հայաստանի Հանրապետության պետության հետ համադրվող շահեր այն պարագայում, երբ ձեր շահերը հակադիր են, եւ այդ հակադրությունը դրվում է Կրեմլից, Հայաստանից չի դրվում է Կրեմլից։ Տիկին Ադամյան, ասացիք, որ մեր ինքնիշխանությունը կամ դեպի ինքնիշխանություն տանող քայլերը Նիկոլ Փաշինյանին չեն ներվելու կամ այս իշխանությանը չեն ներվելու։ Հասկանանք նաև այդ չներելու գինը, որովհետև գիտեք, Մոսկվայից էլ պարբերաբար այդ տրամադրություններն են գեներացնում նույն Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան հայտնի հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը խոսում էր գազերի գնի մասին, այն արտոնությունների մասին, որ իբրև թե ունի մեր հասարակությունը Ռուսաստանի հետ լինելով հանդերձ, ՀԱՏՄ-ում լինելով հանդերձ։ Հիմա հասկանանք, դրանք սին սպառնալիքներ են, թե իսկապես այդտեղ ռիսկեր կան նաև։ Ինչով են սպառնում մեզ, ինչով են վախեցնում նաև։ Դասը կփակենք, գազի գինը կբարձրացնենք, չենք գնի այլևս ձեր ծիրանը լոլիկը ծաղիկը, ու չգիտեմ էլ ինչ։ Այստեղ մենք պիտի պատասխանենք հարցին, արդյոք մենք ծիրանով փոխում ենք ինքնիշխանությունը։ Համենայն դեպս նույն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բավականին ժամանակ ուներ իրականացնելու իր պատմական տնտեսական հեղափոխությունը։ Ու եթե իրականացնում էր այդ տնտեսական հեղափոխությունը, մենք այս տարածքում այլևս չէինք ունենում այսքան բացահայտ, այսքան ազդեցիկ ռուսական մոնոպոլիաներ։ Մենք կարողանում էինք այդ մոնոպոլիաներին զուգահեռ ստեղծել ամենայն դեպս հավասարարժեք տնտեսական միավորներ։ Հիմա կարծես թե իրադարձությունների զարգացման բերումով Լարսը այլևս այդքան մեծ խնդիր չի, բայց չես կարող 100%-ով ասել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստանի Հանրապետություն մտնող բեռները այնպես չի, որ անդադ այսպես հավիտենական անխափան գործընթաց են։ Դա էլ է ռիսկային։ Հայ-թուրքական սահմանի բացումը օրախնդիր է, բայց հայ-թուրքական սահմանի բացումը համենայն դեպս Թուրքիայի
Էրդողանը վերջերս իդեպ այդ մասին հայտարարություն արեց, որ շատ տնտեսական շահավետ է միջին միջանցքին միանալ, ընդհանրապես ինչ զարգացումներ կարող է լինել, եթե սահմանը բացվի։ Բաց, ինչի՞ չես բացում այդ պարագայում։ Ինչու ես ամեն ինչ, ինչու ես դարձել իսկապես, ինչպես Ալեն Սիմոնյանը ասաց Կոստանդու դուպոսում, ինչու ես դարձել Ադրբեջանի պատանդը։ Բաց։ Իսկապես Ադրբեջանի պատանդն է դարձել Թուրքիան։ Ես կարծում եմ, որ բացարձակապես այստեղ քաղաքական պատանդության խնդիր չկա, այստեղ տնտեսական շահեր։ Համենայն դեպս Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության մեջ բավականին կլորիկ գումարով ներդրումներ է անում եւ այդ ներդրումները ամեն տարի այսպես ֆիքսվում են, կտանք թե չենք, տակ շարունակենք թե չենք շարունակի։ Դա է խնդիրը, ես չեմ կարծում, որ Էրդողանը պիտի նստի ու այսպես մտածի բալիև ինչ կասի։ Դա բացառվում է, դա իսկապես զավեշտական տարբերակ է, այստեղ կան զուտ մերկանցիլ շահեր տնտեսական առումով եւ կա Ռաջեփ Թայիփ Էրդողանի ավանդական քաղաքականությունը։ Գիտեք, բոլորը կարծում են, թե Տրամպը եկավ եւ գործարքը դարձրեց քաղաքականության հիմք, չէ։ Հավատացեք, որ չէ։ Էրդողանը շատ ավելի շուտ այդ առևտուրը արել, պարզապես քաղաքականության մեջ իր արած առևտրին գործարք չի անվանել։ Անդադ նա ինչ-որ բան փորձել է ստանալ, ինչ-որ բան դնելով աճուրդի։ Հիմա էլ թերևս հայ-թուրքական սահմանի բացումը Էրդողանը դրել է աճուրդը եւ փորձում է թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից, թե Եվրամիությունից ինչ-որ պրեֆերենցիաներ փոկել, որ վերջապես այդ սահմանը բացի։ Դա է ամբողջ հարցը։ Կստանանք մենք այդ սահմանի բացումը, ես կարծում եմ, որ վաղ թե ուշ այո ստանալու ենք։ Եվ ինչքան շուտ, այնքան լավ նաև Թուրքիայի համար։ Տիկին Ադամյան, դեմագոգիկ հայտարարությունների մասին խոսեցիք եւ մանիպուլատիվ շահարկումների, որ քիչ չեն դաշտում, հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման համատեքստում։ Տեսեք, նույն ընդդիմադիր որոշ շրջանակներ մեղադրում են այս իշխանություններին իբրև թե ցեղասպանությունը ուրանալու մեջ, իբրև թե Արարատ լեռը ուրանալու մեջ, բայց ապրիլի 24-ին մենք տեսանք, որ բոլոր ուժերը, Ռոբերտ Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը հայտարարում են այն մասին, որ որևէ պահանջատիրություն իրենք Թուրքիայից չունեն եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը իրենց համար նույնպես առաջնահերթություն է։ Ինչպես հասկանալ այս մանիպուլատիվ շահարկումները, օրինակ նույն ուժեղ Հայաստանից հիմա էլ հայտարարում են Սամվել Կարապետյանի հետ լինեք 300,000 նոր աշխատատեղ կունենաք, Նիկոլ Փաշինյանի հետ 300,000 նոր ադրբեջանցիներ կգան Հայաստան։ Այս մանիպուլատիվ շահարկումները այլևս ակտուալ են քաղաքական դաշտում եւ քաղաքացին այլևս այս մանիպուլատիվ շահարկումներով է առաջնորդվելու ընտրել այս կամ այն ուժին։ Այդ վիլայեթացում նաեւ գուբերնիա ինչքանով են տեղին հիմա նման շահարկումները։ Տեսեք, դուք շատ հետաքրքիր համադրումներ արեցիք, ես ավելացնեմ եւս մի նյուանս։ Վլադիմիր Պուտինի ուղերձը ցեղասպանության 100-ամյակից հետո ուղերձ ստացել էինք Ռուսաստանից։ Այդ ինչի հանկարծ 111-րդ տարում Պուտինը որոշեց դատապարտել ցեղասպանությունն ու էթնիկ զտումը։ Այսինքն ինքը իրեն դատապարտում էր։ Սա ինչ էր նշանակում։ Իսկ ինչ է նշանակում։ Ես կարծում եմ նրա խոսքը ուղղված չէր այդքան էլ Հայաստանի Հանրապետություն, նրա խոսքը ավելի շատ ուղղված էր Ադրբեջանին ու Թուրքիային։ Համենայն դեպս։ Որտեղ Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության նախագահից ընդհանրապես որևէ մեկը որևէ գնահատական ոչ էլ ակնկալում էր։ Մենք չգիտենք Ռուսաստանի ինչ քաղաքականություն է վարում, հիմա եթե դատապարտում են, բա ինչու թույլ տվեցին այդ նույն էթնիկ զտումը Արցախում։ Իրենց ձեռքով։ Այդքան բարդություններ հակարի կամուրջը բացել է։ Մի ահավոր սպառազինությամբ, չգիտեմ, ովքեր էին այնտեղ, որ չէին կարողանում ռուս խաղաղապահները կատարել իրենց խաղաղապահ առաքելությունը։ Դենց վախենալու էին ինչ-որ էկոակտիվիստներ։ Ակնհայտ է, չէ՞ դա պայմանավորված քաղաքականություն էր։ Հիմա այդ մոտավորապես դառնում են հայկական ժողովրդական ասացվածքի պես գողը բացականչում է բռնեք գողին։ Ինչի մասին է խոսքը։ Այս ամեն ինչի հիմքում գիտեք ինչ է։ Որևէ ուժ չի կարող հիմա վեր կենալ, անկախ նրանից թե իր շահերից իր բուն նպատակը ինչ է, իր շահերից բխում է հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է։ Գիտեք, այնքան շատ են հիմա այդ հայտարարությունները, որ բոլոր այն ուժերը, որոնք իսկապես իրենց գոյության հիմքում են դրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կարծես արդեն անհարմար են զգում այդ մասին խոսել։ Որտեղ ինքնիշխանությունից խոսում է Ռոբերտ Քոչարյանը, դա ոչ թե նոնսենս է, դա զավեշտ է, մարռազմ է,
Եթե չասեմ սադիզմ։ Ռոբերտ Քոչարյանը խոսում է ինքնիշխանությունից։ Մարդ, որ իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում մաս վաճառքի հանեց Հայաստանը։ Խոսում է ինքնիշխանությունից։ Խոսում է տնտեսության զարգացումից։ Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելուց։ Վազգեն Սարգսյանը քաղաքական որոշումով եկավ ու արդյունաբերություն վերագործարկեց։ Ինչ Վազգենը չէր հասցրել, շարունակեց Արամ Սարգսյանը։ Նայրիտի բացումն էլ հաշվի առած։ Հետո ինչ եղավ։ Ինչ եղավ հետո։ Այդ ինչի բոլորը այսպես հերթով գեղեցիկ փակվեցին ու դրվեցին Ռուսաստանի ոտքի տակ։ Ու դա ինքնիշխանություն է, ու դա տնտեսական անգ։ Եվ հիմա Ռոբերտ Քոչարյանը գալու է էլի այդ քաղաքականությունը վարի։ Հարցեր են, չէ՞։ Օրը մեկ հարցազրույց է տալիս, օրը մեկ հանդիպման է գնում, օրը մեկ հայտարարություններ է անում։ Նայում ես ու չես հասկանում, այս մարդը ում հետ է խոսում։ Իր համար Հայաստանի Հանրապետությունը մնացել է 2008 թվականի երկիրը, եւ իր արծիքով բոլորս այդպես 2008 թվականին սառեցված, կասեցված, այսպես ինչ որ վիճակում սպասում ենք, որ ինքը վերադառնա։ Նույնիսկ ինքը իր իրավահաջորդին, այսպես ասած, ճակերտներում իրավահաջորդին է արդեն ինչ որ նետեր ու սլակներ ուղում, կուզեի թե չէ, ուզեի ինքը լինել։ Իսկ դա ինչպես հասկանալ, որովհետև օրեր առաջ էլ Սերժ Սարգսյանը որոշակի ակնարկում էր, որ օրինակ խորհրդարանական ընդդիմադիր այն ուժը չհամակրեց իրենց իմպիչմենտի գաղափարը եւ հիմա գնում է ընտրությունների, իսկ իրենք ապա լեգիտիմ են համարում այս ընտրությունները, Սերժ Սարգսյանն էր մոտավորապես ասում։ Գիտեք, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հակասությունները շատ խոր պատմություն ունեն։ Ես կարծում եմ, որ ժամանակին, երբ իրենց անվանում էին սիամական երկվորյակներ, պատմությունը այդ սիամական երկվորյակներին շատ հաջող հատեց։ Նրանք այլևս ոչ միայն երկվորյակներ չեն, նրանք այլևս միմյանց թշնամիներ են, ոնց ուզում եք վերցրեք։ Մարդիկ, որ առանց միմյանց աջակցության հոկտեմբերի 27-ից հետո 99-ի չէին կարող այս երկրում իշխանություն պահել։ Այն ժամանակ պահեցին իրենց իշխանությունը, իսկ հիմա արդեն այդ իշխանությունը իրենց դարձրել է միմյանց թշնամի։ Դա է ամբողջ պատմությունը։ Նրանցից յուրաքանչյուրը թերևս փորձում էր այն ժամանակ Ռուսաստանի Դաշնությանը համոզել, որ ինքն է միակը եւ աննմանը։ Ռոբերտ Քոչարյանին դա հիմա էլ չի հաջողվում, այս ժամանակ էլ չի հաջողվում։ Ռոբերտ Քոչարյանը անverջ որոնում է իր կուսակցությունը։ Ժամանակին անվանում էր, որ այդ իր կուսակցությունը ժողովուրդն է, բայց ժողովուրդը երբեք չի եղել ու չի դառնալու Ռոբերտ Քոչարյանի կուսակցություն։ Ռոբերտ Քոչարյանը չստեղծեց իր կուսակցությունը, դա գուցե կազուս է, որովհետև իր համար կուսակցություն ստեղծելը մեկով մեկ էր։ Փորձել եղավ, ստեղծեց ԲՀԿ-ն, որպեսզի ՀՀԿ-ն իշխանության չգա, բայց ՀՀԿ-ն այնուամենայնիվ նորաստեղծ ԲՀԿ-ին հաղթեց։ Եվ դա երևի եղավ են, ինչ ասեմ, պատճառը, որ երկրորդ անգամ կուսակցություն ստեղծելու փորձը Ռոբերտ Քոչարյանը չնախաձեռնեց եւ որոշեց ապավինել Հայ հեղափոխական դաշնակցության ուժերին, բայց Հայ հեղափոխական դաշնակցությունը իր ստեղծման օրից շատ ավելի մեծ դժբախտություն է եղել հայ ժողովրդի համար, քան, չգիտեմ, որևէ այլ կուսակցություն։ Ու հիմա էլ իդեմս Ռոբերտ Քոչարյանի այսպես ղեկավարության շարունակում է դժբախտությունը լինել հայ ժողովրդի համար։ Իդեպ մարազմատիկ հայտարարությունների մասով խոսեցիք Տիկին Ադամյան, բայց ինչ որ իմաստով նաև մարազմ չէ, երբ ուժերը, որոնք ռուսամետ են ըստ Վլադիմիր Պուտինի բնորոշման, ոչ թե մեր, խոսում են Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու վիզաների ազատականացման մասին, նույն Ռոբերտ Քոչարյանի ուժն է սկսել այդ մասին պարբերաբար խոսել, եւ քանի որ վերջին իր հայտարարություններին անդրադարձակ, տեսեք, օրերս նաև Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ եթե գա թոշակները նշանակալի բարձրացնելու է, ոչ թե այն Թուլափայը ասում է, որ հիմա այս իշխանությունները փորձում են թոշակառուներին, այսպես ասած, կաշառել այդ Թուլափայով։ Էլի ինչու նման բառամթերքով են խոսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին, երբ օրինակ նույն ուժեղ Հայաստանի ուժն էլ իրենց սեփական էլեկտորատին տխուր է մեջ բերել, բայց շունշանգյալ էր անվանում։ Այսինքն ինչու նման վերաբերմունք կա, այնուամենայնիվ իրենց մոտ ընկալում է այդ դեռևս լիարժեք չէ, որ իշխանություն ձևավորողը եւ նաեւ իշխանությունից զրկողը այդ նույն հանրապետության Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Այստեղ էլի վերաբերմունքը։ Ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացին երբևէ չի ընտրել ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ Սերժ Սարգսյան։ Նրանց նշանակել է Մոսկվան եւ նրանք եղել են նախագահներ։ Ու նրանք կարծում են, որ
Ես ինչու էի ասում, որ Ռոբերտ Քոչարյանը մնացել է 2008 թվականի իրականության մեջ։ Ռոբերտ Քոչարյանի համար հիմա 2026 թիվը չի։ Նա շարունակում է կարծել, շարունակում է բոլորին համոզել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ ընտրությունները նշանակվի են եւ իրեն էլի նշանակելու են Հայաստանի Հանրապետության նախագահ ու ինքը էլի այս պարագայում արդեն վարչապետ ու ինքը էլի շարունակելու է նույն քաղաքականությունը։ Նրանց համար ժամանակը չի փոխվել։ Նրանց համար խնդիրները չեն փոխվել։ Ռոբերտ Քոչարյանը հրաշալի տեսնում է, որ այս 21-ի արտահերտ ընտրություններից առ այսօր ինքը իր քոքը փառահեղ մաշեց։ Այդ Ռոբերտ Քոչարյանի քոք մաշելու քաղաքականության հետևանքներով Սամվել Կարապետյանը հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում, որովհետև Մոսկվայում վստահ էին Ռոբերտ Քոչարյանին, որևէ օլիգարխի չէին ուղարկի։ Ռոբերտ Քոչարյանը էլի կգնար, էլի, ինչ ասեմ, ֆինանսական վիթխարի ներդրումներ կաներ, իշխանություն դառնալու փոխարեն էլի կդառնար ինչ-որ անեական ընդդիմություն։ Եթե հետևում եք իրենց հայտարարություններին, նրանք ասում են այլանդրանք չկա, իրենք պետք է գան։ Իրենք արդեն եկել են, պարզապես մենք տակ ենք երևի, դեռ չենք հասկանում, իրենք արդեն եկել են, իրենք արդեն ծեզել են փրկել, ինձ են փրկել, բոլորին փրկել են արդեն։ Իրենք արդեն երկիրն են փրկել, բայց այնուամենայնիվ չեն կարող չհասկանալ, որ իրավիճակ է փոխվել։ Չեն կարող բացահայտ դեմ գնալ այն վիզաների ազատականացմանը, հեռահաղորդակցության ուղիների բացմանը, թեպետ գալիս են ու հայտարարում են, որ տրիպը պետք է վերաբանակցվի, տրիպը պետք է միջնորդներ օրինակ Ռուսաստանը, օրինակ Չինաստանը, դեք հայ-ամերիկյան համաձայնություն, Չինաստանը գալու է ինչ անի, կամ Պուտինը գալու է ինչ ասի։ Խաղաղության համաձայնագիր պետք է վերաբանակցել։ Լավ, վերաբանակցում եք, իսկ Իլհամ Ալիևը ձեզ հետ վերաբանակցելու է։ Իլհամ Ալիևը ձեզ չի ասելու գնացեք գրողի ծոցը։ Դուք տարածաշրջանում վերականգնել եք ուժերի հավասարակշռությունը այնքան, որ Իլհամ Ալիևը նստի ու ձեզ հետ բանակցի։ Ում համար է գաղտնիք, որ եթե չլիներ Դոնալդ Տրամպը, խաղաղության համաձայնագիրը չէր նախաստորա գրվի։ Ում համար է այդ գաղտնիք։ Հայա, Պուտինը երազում էր, որ դա լիներ Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, բայց չեղավ, չէ։ Ու եղավ Դոնալդ Տրամպի օրոք ու եղավ Վաշինգտոնում։ Հիմա ով է կանգնելու Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, չգիտեմ, այնտեղ տարբեր թևեր կան, նրանց թիկունքում, որ նրանց հետ ինչ-որ բան վերաբանակցվի։ Ու ես լուրջ պիտի նստեմ, ու լուրջ պիտի հիմնավորումներ կամ հակաթեզեր գտնեմ այդ ինչ ասեմ, հակա-քաղաքագիտական, հակա-քաղաքական, ընդհանրապես հակատրամաբանական հայտարարությունների։ Իսկ հանրության վախերը փորձելու են, այսպես ասած, վաճառել կամ մեզ վրա վաճառել եւ փորձել դրանից քվե քամել։ Հիմա կասեմ ինչ նկատի ունեմ, ելի նույն այդ խոսույթը, որ թուրքը, ցեղասպանությունը, վիլայեթը եւ այդտեղ մի հատ փրկիչի գաղափար կա եւ միակը, որ կարող է մեզ փրկել, այն է Ռուսաստանը։ Այս վախերի վրա այլևս խաղալը, այսպես ասեմ, իրենց բերելու է որոշակի աջակցություն քվե, թե այլևս բացահայտ է, որ սա մանիպուլյացիա է, պարզ մանիպուլյացիա եւ մեր վախերի վրա խաղալ։ Գիտեք, տեսնում է, նա ով տեսնում է, չի տեսնում, նա ով չի ուզում տեսնել։ Այստեղ խաղը շատ ավելի բազմաբարդ է, քան հիմա մենք կարող ենք նույնիսկ պատկերացնել։ Հասարակությունը բազում շերտեր ունի, հասարակական շերտերը շատ միմյանցից բաժանված են, տարտանված են, մարդիկ տարբեր խնդիրներ են փորձում լուծել ընտրությունների ժամանակ։ Եվ շատ մեծ դեր ունի օդից փող բանաձևը։ Պարզապես մեծ դեր ունի օդից փող բանաձևը, որ ժամանակին նաև Ռոբերտ Քոչարյանն է ասպարեզ նետել, որովհետև կա հասարակության որոշակի խավ, որոշակի շերտ, որը կարծում է, որ լավ, դուք քեզ բերում են փող են տալիս, դու չես վերցնում, ուրեմն դու հիմար ես։ Ոչինչ, որ դրանից հետո դու կարող ես 5-7 տարի հայտնվել բանտում, պարզապես բանտում։ Ոչինչ, որ այդ պարագայում դու ընդհանրապես անում ես հանցագործություն։ Ու անում ես այդ հանցագործությունը առաջին հերթին ինքդ քո նկատմամբ։ Ծախում ես երկիրդ։
կարճ ասած, ծախում ես երկիրդ։ Ծախում ես քո երեխայի լավագույն հնարավորությունները։ Դու դրանով հնարավորինս մոտեցնում ես ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմը։ Դու ստեղծում ես հենց քեզ վրա կրակելու ռեալ հնարավորություն։ Հա ինչա, 100,000 տվեցին, դրեցի գրպանից գնացի։ Ես ու մենակ չեմ, ես ինչ եմ որոշում ես, իմ ձայնը ինչ է որոշում ես երկրում։ Գիտեք, սա շատ խորքային քաղաքական, սպարագայում հակաքաղաքական քաղտեխնոլոգիա է։ Մենք եզակի երկից չենք, սա բոլոր երկրներում էլ թերևս կիրառվել է։ Հարցը այն է, թե որքան է հասարակության մեջ այն մարդկանց տոկոսը, որոնք կուլ են գնում այս խայծերին։ Օրինակ Մոլդովայում դա չհաջողվեց անել։ Վրաստանում հաջողվեց մարդկանց վախեցնել եւ մարդկանց խաբել։ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր թեզերը երկուսն էին։ Այ եթե ընտրում եք վրացական երազանքին, Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվում է։ Աբխազիան եւ Օսեթիան վերադարձվում են Վրաստանի կազմ։ Կապ չունի, այդ Աբխազիան ու Օսեթիան ընդհանրապես դրան համաձայն էին, թե չէ։ Եթե ուշադիր հետևել եք հիմա, անընդհատ պարբերաբար քննարկվում է Արցախի հարցը եւ քննարկվում է այն ռակուրսով, որ այս շատ շուտով Ռուսաստանը Արցախը վերադարձնելու է հայերին։ Ես շատ եմ ուզում հասկանալ Ռուսաստանը ոնց է Ադրբեջանի մաս դարձած Արցախը վերադարձնելու հայերին։ Եվ կա նաև երկրորդը։ Վրացիներին վախեցնում էին պատերազմով։ Հիմա մեզ չեն վախեցնում պատերազմով։ Հիմա մեզ են վախեցնում պատերազմով։ Հիմա մեզ վախեցնում են Ադրբեջանի, Թուրքիայի հարձակումներով։ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմով։ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ, ընդ որում ես ասեմ ձեզ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պատերազմը բացարձակապես իշխանության ներարկած, ինչ ասեմ, վախերը չեն, լրիվ հակառակը։ Սա էլ է ընդդիմությունը բերում։ Ես սա կարևոր ճշտում եմ համարում, որտեվ խորքային սա էլ է ընդդիմությունը բերում։ Այդ իրենց վերաբանակցելը, վերաբանակցելը, չգիտեմ, արժանապատիվ խաղաղությունը էսուենը, որ փորձում ես բացել, հասկանալ խաղաղության արժանապատիվն ու անարժանապատիվը վերջը որն է, խաղաղություն կամ կա, կամ չկա։ Եվ եթե ուզում ես իսկապես արժանապատիվ խաղաղություն ունենաս, դու պետք է տնտեսություն զարգացնես։ Դու պետք է տարածաշրջանում վերականգնես ուժերի հավասարակշռությունը։ Դու պետք է փորձես այնպես անել, որ օր առաջ այս տրիպը սկսի գործել, որովհետև դա բերում է թե անվտանգություն, թե տնտեսական զարգացում։ Իսկ ինչ են իրենք առաջարկում։ Ռուսաստանի Դաշնության գերխնդիրը տրիպի ընդհանրապես վերացումն չկա, չի էլ լինելու նման նախագիծ։ Դա է որտեղ Ռուսաստանի Դաշնության խնդիրը հոկտեմբերի 27-ից հետո եղել է հայ-թուրքական հարաբերությունների բացառումը ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հավերժական շրջափակումը։ Մենք պետք է որևէ պարագայում շրջափակումից դուրս չգայինք, որտեղ շրջափակումից դուրս գալը բերելու էր այնուամենայնիվ տնտեսության զարգացում, բերելու էր ենթակառուցվածքների զարգացում, զարգանանք, իրենք մեր ինչին են պետք։ Մոտավորապես այս սխեման է գործում։ Այնպես որ այս ամեն ինչի հիմքում դրված է Հայաստանի Հանրապետությունը 20-րդ դար վերադարձնելու խնդիրը։ Մեզ փորձում են, ջանում են, գնում են, խաբում են, չգիտեմ, ինչ է սպարագայում բայ ասեք կարող եք օգտագործել, բայց այդ բոլոր բայերի հիմքում մի բան է։ Մեզ տանում են 20-րդ դար, իսկ մենք 21-րդ դարի առաջին քառորդի ավարտին այլևս որևէ հնարավորություն չունենք 20-րդ, մենք առաջ ենք գնալու։ Մենք առաջ ենք գնալու ուզեն, թե չուզեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը բոլոր դեպքերում այսքան փորձություններից, այսքան, ինչ ասեմ, ցավից, այսքան կորուստներից հետո կարողացել է ոտքի կանգնել, կարողացել է ուժ գտնել ու ծնկած վիճակից բարձրանալ։ Իսկ երբ մարդը այլևս երկու ոտքով իրեն զգում է հողին ամուր կանգնած, նրան էլ հնարավոր չի, նույնիսկ թիկունքին հարվածով հնարավոր չի ծնկի բերել։ Մենք երեք անիգրանտ հյուրանոցում ներկայացրեցինք մեր 5 ծրագիրը, թե անվտանգություն, թե աշխատատեղեր, թե արդարադատություն, բայց չգիտեմ ինչի թող ինձ ներեն իմ բոլոր ընկերները, ես այդ արժեքներ, ամեն ինչից ես ավելի կարևորում եմ մեր ապագայի հատվածը, որովհետև մենք այն կուսակցությունն ենք, որը քաղաքական դաշտում թերևս միակն է,
որ բերում է զարգացման ծրագիր ոչ թե առաջիկա 5 տարում, այլ մինչև 2040-ը, որ արտաքին քաղաքականության այս ինչպես իշխանությունն է ասում հավասարակշիռ, չգիտեմ, բազմավեկտոր եւ այլ, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն մեզ պետք չի, մեզ պետք է հստակ Հայաստանի Հանրապետության ազգային շահերից բխող քաղաքականություն, դա կլինի բազմավեկտոր, թե ինչ, դա բացարձակապես կարևոր չի եւ կարևոր է վերանայել մեր արտաքին քաղաքականությունը, որովհետեւ մենք ունենք այնպիսի հնարավորություններ. Ես օրինակ շատ էի ուզում այս հարցազրույցում անպայման խոսել մայիսի 3-ի, 4-ի, 5-ի իրադարձություններից, որովհետև մայիսի 3-ին, 4-ին, 5-ին Հայաստանի Հանրապետության հետագան փոխող իրադարձություններ կարող են լինել 50 երկրների նախագահներ ու վարչապետեր, 50 երկրների ղեկավարներ են գալիս Հայաստան, այդպիսի բան դուք հիշում եք, կամ եղել է որ հիշեք։ Չեմ հիշում։ Հարցը այսպես դնեմ, եղել է որ հիշեք։ Թերևս կարող էր ֆրանկոֆոնիան ինչ-որ մի քիչ համեմատվել, բայց սա բացարձակապես այլ ռակուրս է։ Ինչ ենք մենք այդ ամեն ինչից ստանալու։ Էլ արդեն չեմ ասում Ֆրանսիայի նախագահի պետական, ոչ թե պաշտոնական, այլ պետական այց Հայաստանի Հանրապետություն։ Գիտեք, սրանով Եվրոպան ասում է մենք բաց ենք ձեր առաջ։ Հիշում եք, չէ՞, 24 թվականից իմ ականջները արդեն անդադ սղոցում էր, իսկ Եվրոպան մեզ ընդունում է, իսկ Եվրոպան մեզ սպասում է, Եվրոպան սպասում է, Եվրոպան ընդունում է, Եվրոպան ասում է դե եկեք, բա ինչի՞ չեք գալիս։ Դա է նշանակում։ Անցել ենք մենք այդ ճանապարհը, պատրաստ ենք, մենք ունենք այդ ծրագրերը։ Ամբողջ հարցը այստեղ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունն է։ Եվրոպան փորձում է մեզ ձեռբազատել այդ ռուսական մոնոպոլիաներից։ Տնտեսական ծրագրերը առաջարկում թե էներգետիկ անկախության, թե պարենային անկախության, թե լոգիստիկ անկախության առումով։ Բա դե բա գնանք։ Սա է հարցը։ Ու վախենում ենք։ Մակրոնը գալիս է ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիր, եթե կնքվի։ Գիտեք այդ համաձայնագիրը ինչ հնարավորություններ կարող էր բացել Հայաստանի Հանրապետության առաջ, եթե մենք այդ չարաբաստիկ հապկի անդամ չլինեինք, որովհետև որևէ կերպ չի կարող ՆԱՏՕ-ի անդամ երկիրը այն իսկական այն զենքերը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, չեն կարող մեզ տալ, պարզապես չեն կարող, քանի դեռ մենք ինչ-որ սառում ենք, մնում ենք հապկում։ Բազում խնդիրներ կարող ենք ինքներս պետք է լուծենք, որովհետև եթե մենք այդ խնդիրները մեր առաջ չենք դնում, եթե մենք այդ խնդիրները մեզ համար չենք լուծում, երբ Եվրոպայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ ոք վստահաբար առավոտյան չի քնում, առավոտյան չի արթնանում ու մտածում է, որ ինչ անեմ Հայաստանի Հանրապետության համար։ Բոլոր այդ երկրները իրենց քաղաքականությունը կառուցում են իրենց պետության շահից ելնելով։ Հիմա մենք ունենք երջանիկ հնարավորություն, որովհետև շահերի համադրում է այս երկրների հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրամիության երկրների հետ, օգտվելու ենք, պահը օգտագործելու ենք, զարգանալու ենք։ Այ մենք այդ ենք առաջարկում, մեր A5-ի հիմքում դա է դրված։ Մեր A5-ի հիմքում դրված է այդ արևմուտքի հետ համագործակցությունը ներառելով արևելքի այն երկրները, որոնց հետ իսկապես ունենք շահերի համադրում, այս առումով մենք գերկարևոր ենք համարում Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը։ Ես խորապես վստահ եմ, որ քաղաքական դաշտում գտնվող որևէ կուսակցության ծրագրում թերևս Իսրայելի հետ հարաբերությունների զարգացում հիմա չի լինի, բայց Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը թե քաղաքական, թե ռազմական, թե քաղաքական, թե առևտրական, գիտեք ինչ հնարավորություններ է Հայաստանի Հանրապետության առաջ բացում, որոշապես ժամանակն է Աբրահամյան համաձայնագրերին միանալու, ինչի՞ չենք միանում, Ղազախստանի չափել չկանք, հարցը չէ։ Գիտեք ինչքան անելիքներ կան, մարդու շունչ է կտրվում, որ մտածում է, թե ինչքան բան կա անելու, ինչքան հնարավորություններ հիմա կան, ու այդ հնարավորությունները այնպես չէ, որ մանանայի պես թափվում են մեր գլխին ու ասում են դե եկել ենք հավերժ ձեզ հետ ենք, ոչ, այդ հնարավորությունները ունեն իրեն ժամանակային լիմիտը, այն ամենը ինչ պիտի անեիր այսօր, վաղը երբեք չես անելու, որտեղ վաղը բերում է իր անելիքը։ Ուստի իմ կոչն է ժամանակը չկորցնել, գնահատել, հասկանալ ժամանակը, օրվա հնարավորությունը օրվա մեջ օգտագործել, որտեղ վաղը բերում է թե ռիսկեր, թե նոր հնարավորություններ։ Ինչ հարցերի է պատասխանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին պատասխանելու է մեկ հարցի,
Ես ուզում եմ լինել անկախ երկրի քաղաքացի, թե ես գնում եմ ու դառնում եմ ռուսի ստրուկ։ Շնորհակալ եմ Տիկին Ես եմ Ադամյան։ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն էր, կհանդիպենք։